քաղաքական պայմանագիրը Այսինքն դուք ներողեք, որ չի հաջողվում Նիկոլ Փաշինյանն հեռացնել ընդդիմության կողմից, ձեր խնդիրը Նիկոլ Փաշինյանն հեռացնելն է, որը չի հաջողվում ընդդիմությանը։ Չէ, մեր խնդիրը այն է, որ մենք նորմալ ընդդիմություն չունենք, որտեղ իշխանությունը, որը որ նորմալ ընդդիմություն չունի, խնդրեմա, վատ է։ Այդ լճացումը եւ դա խնդիրները առաջացնում հենց իշխանության ներսում նորմալ ընդդիմությունը լինի քննադատող։ Պատկերացրած միշտ ասում եք նորմալ ընդդիմությունը որն է, ինչ պիտի անի։ Որ գա աշխատի, հենց հարցադրումները։ Չէ, լինում է, այո, լինում է, ոչ, եղել է նույնիսկ այս գումարման ժամանակ, նախ եթե անենք այն 2 տարին, որ չեն եկել, ու այն 1.5 տարին, որ կիսատ հիմապարատ գալիս են, ու այն կես տարին, որ հանձնաժողովների ղեկավարների եւ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը չեն վեսել, նույնիսկ այս պարագայում եղել է բան, որ առաջարկել են եւ մենք ընդունել ենք եւ իրանք են արձանագրել։ Չէ, տենց չի, եւ եթե նայեք ստատիստիկան, տենց չի։ Խմբակցությունը մերժեց Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ով, ինչպես գիտենք, անվայելուչ խոսքեր էր լրագրող Ֆրիքսիմեին։ Սա ըստ էության անպատժելիությունից չի խոսում, որ պատգամավորները կարող են իրենց թույլ տալ վարքագծի կանոնի խախտում լրագրողների նկատմամբ եւ մնալ անպատիժ։ Մենք այլ կարծիք ունենք դրա հետ կապված, մենք կարծում ենք, որ նախ եւ առաջ այդ միջադեպին անդրադառնալով պետք է ասեմ, որ այդ միջադեպի այն ամենասկզբն աղբյուրն է, որ այն անձնավորությունը կանադայի քաղաքացին, որը որ փողոցում էր, վիրավորանք էր հնչեցնում, օրինակ իմ ընկերներից մեկի հասցեին, Ազոյան Հովանեսի հասցեին, որին որ որևիցե մեկը հանձնաժողով ստեղծելու եւ դարտապարտելու ձայն չհանեց։ Ինչի հայտնի դերասան է, այսինքն եթե պատգամավոր չի իրան կարելի է ինչ ասես ասել, կամ լրագրող չի, չէ մի րոպե, բայց դուք Տիկին Ջեբեջան ջան, դուք ձեզ ասում է բերանդ մաքրի այդ այդ սատանայանը միտուր։ Այդ տղան, ես ներողություն եմ խնդրում, այդ դուք Հովանես Ազոյանը հայտնի դերասան է, շատերի կողմից սիրված, ինձ հետ էլ շատ մոտ հարաբերություն է իմ ընկերներից է, իմ ընկերն է Հովանեսը։ Բա այդ ընթացքում, այդ ամեն ինչը վիրավորական չէր եւ մենք դրան որևիցե ձևով եւ լսեք, այդ ամեն ինչը վիրավորական չէր եւ մենք դրան չենք անդրադառնում, բայց սրան անդրադառնում ենք։ Հիմա որոշումը հետեւյալն է, որը տեսեք, դա իր խնդիրն է, չի օգնելու իրան Աստվածաշունչը, Աստված իրան ու իր ղեկավարներին շատ վատ պատժելու է, դա իմ կարծիքն է։ Չէ, իրան դժվար օգնի, սատանաներին եւ Աստծուն ուրացողներին չի օգնում։ Եվ ձեզ ասեմ, որոշում է կայացվել, որ ստեղծվելու է, արդեն այդ որոշումը կա, որ ստեղծվել է մշտական էթիկայի հանձնաժողով, որը որ նման հարցերի քննմամբ կզբաղվի ազգային ժողովում, այսուհետ լինելու է նման հանձնաժողով։ Որը տեսեք, խնդիրը կանում է նրանում, որ մենք էլ ենք հիմա այս պահին համարում, որ ժամկետը վաղուց բաց թողնված է եւ մենք դա խնդիր ենք համարում եւ առավելագույն ամենաարագ ժամկետներում այդ հանձնաժողովը ստեղծվելու, մշտական հանձնաժողովը ստեղծվելու շատ լավ առիթ է, իմիջիալոց դրա ստեղծման համար մեզ պետք է նաեւ ընդդիմության համաձայնությունը։ Հիմա եթե ընդդիմության համաձայնությունը կա, ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ այդ համաձայնությունը կլինի, մշտական էթիկայի հանձնաժողով կստեղծվի, որտեղ կքննվեն բոլոր նման հարցեր։ Բայց մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Ես Տիկին Ջեբեջան, տեսեք։ Ավարտեմ ստեղծվում է ըստ միջադեպի, չէ՞, միջադեպի առիթով։ Հիմա միջադեպի։ Ես ձեր հետ համաձայն եմ։ Ես ձեզ հայտնում եմ այն, ինչ որ որոշվել է խմբակցության նիստի ժամանակ։ Ես չեմ ասում սա ճիշտ է, սա սենց պետք է։ Ասում եմ հետեւյալ որոշումն է կայացել, որ հաշվի առնելով, որ օբյեկտիվորեն շատ բաներ միանշանակ չեն, հա, եւ սկզբն աղբյուրին էլ անդրադարձայցի, որոշում է կայացվել չստեղծել, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով հաճախակի կրկնվող բանը ստեղծել մշտական հանձնաժողով։ Ես ձեզ հայտնում եմ ինչ որ Չէ, ես չեմ կարծում, որ հետադարձ ուժով մենք պետք է դնենք ինչ-որ բան քննի։ Պարոն Սիմոնյան, մի հարցը ոչ այդ զորակարգի հետ կապված։ Պարոն Սիմոնյան, որոշ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ընդդիմադիր որոշ ուժեր մարզերում, այնուհետև տեղափոխելու Երևան, որոշում են կայացրել բախումներ հրահրել, այնուհետև քաոս ստեղծել երկրում։ Կարող եք ասել մեկնարկը այսօր ազգային ժողովի դեպքում։ Դե ես ասացի, որտեվ հիմա շատ մարդ է եկել, շատ մեծ սփյուռքահայ եղբայրներ, քույրեր են եկել Հայաստան եւ իրավիճակ գարուն է բացվել, հայրտական թեժ ժամարձը մեր հավաքածուն է հիմա ցուցադրվելու ամենայն հավանականությամբ, չեմ բացառում, բայց կրկնում եմ, թող փորձեն եւ պատասխանը բնական է օրենքի շրջանակներում ստանալու են, ինչպես նաեւ քաղաքական մակարդակով շատ
լավ պատասխան կստանան, իրանք դա գիտեն։ Ուղղակի հարցին է վերաբերում, ասում եմ, նիստը դուք վարելիս արդեն սադրում եք իրենց, այսինքն դուք եք այդ բախումների գլխավոր դերակատարը, անգամ Ղալումյանը, որը առաջինը ձեռնամարտի բռնվեց, ասում է, չէ, Ալեն Սիմոնյանն է, դուք ձեր վրա եք վերցնում այդ բախումների պատասխանատվությունը։ Չէ, որ ուզենամ սադրեմ, կսադրեմ, բայց չէ, դրա կարիքը չկա։ Դե գիտես ինչ, ես ասացի, սնան կա, ասելիք չկա, ինչ պետք է խոսա հանդիմությունը, ժողովուրդ, եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք, հա, ժողովրդական խոսքով ասած, հա։ Տեսեք, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ ճակերտավոր Ալեն Սիմոնյանը չի սադրում, հա։ Ինչ հալնելու դահլիճում։ Ոչ մի բան։ Բովանդակություն չկա։ Չէ, բովանդակություն չկա, բովանդակություն չկա։ Բովանդակություն չկա։ Տեսեք, Քրիստինե նախ ով ասաց, որ լավ ելույթ է, այդ որ դուք ձեր պուճուր շրջանակով եւ Քրիստինե Վարդանյանը իր պուճուր շրջանակով sense պուճուրիկ դրոշներով ասում են, այո, դուք շատ լավն եք, մենք էլ ունենք այնպես մարդիկ, ովքեր մեզ են սատարում։ Խնդիր չի։ Բոլոր իրանք բայց բացի այդ պուճուր Պուչիկներից, հա, մոլորակներից, հա, գոյություն ունի օբյեկտիվ իրականություն։ Ինչն էր իր, ասենք, ես օրինակ այդ ելույթից շատ վրդովված եմ, որ ես չեմ սիրում, բոլոր նորմալ, կարծում եմ հայերը նման բան չեն սիրում, երբ որ օրինակներ են բերում մարդկանց երեխաների զոհվելու, ընտանիքների անդամների, հայրերի, կամ որպես ես չեմ ընդունում, քաղաքական գործիչ եթե ասելիք ունի, տեսել եք ես երբևիցե ինձ թույլ տամ ամենավատ վերաբերմունք ունեցող քաղաքական գործչի երեխայի մեռնելու մասին բան խոսամ։ Տեսել եք ես տես բանից թույլ տամ, որպեսզի իր խոսքը բան, ես ներողություն եմ խնդրում։ Դե բայց ասում է պետք է երեխան, ասում է ինքը իր երեխան զոհվել, լավ որ ինքը կա։ Ես ինչ խոսալու ձև է։ Այդ լավ ելույթ չի, այդ վատ ելույթ է։ Այդ վատ ելույթ է։ Գիտեք, դες մի հատ ասացված կա, մեկը կարծեմ ասել եմ ձեզ, մտմատուն ասա թակավորը հետս խոսեց, ասում է ինչ ասեց, սրիկա, փախի ստեղից։ Հիմա այդ լավ ելույթ չէ, դի վատ ելույթ է եւ աչքի է ընկել ոչ թե բովանդակությամբ, ասում է, բանա, Հայաստանի տարածքներից գյուղերը հանձնեցին։ Դա կատարյալ սուտ է, Հայաստանի Հանրապետության տարածքներից ոչ մի բան չի հանձնվել։ Դա սուտ է, լավ ելույթ էր, ինչ էր լավ ելույթ։ Ինչով էր յարվում։ Ձեզ որ չցավացներ դուք ձեր Ախր ցավացնելը, տեսեք, ցավացնելը ասեցի իմ ընտանիքին են բա կպնում, իմ երեխային են կպնում, ես երեխա ունեմ, այսինքն որ երեխայից կպելա ցավացելա, ես ջղայնացել եմ դրա վրա եւ իրեն արձագանքել եմ, դա լավ ելույթ, հա։ Ուզում եք տենց, ես ինչ թույլ չեմ կարող տալ որևիցե մեկի երեխայի կամ ընտանիքի մասին տենց ելույթ ունենամ, ուրեմն ես վատ եմ ելույթ ունենում, սաղից էլ լավ եմ ելույթ ունենում առանց որևիցե մեկի ընտանիք մտնելու, կամ Գեղամը Մանուկյան իրա շեֆի պես տրուսիկով նկարվել է, այդ իրա շեֆն էր նստած ձեր հարցազրույց տալուց տրուսիկներից խոսում, տրուսիկներից սենց։ Թող գնա այդ իրանց չեք հիշում, որ Քոչարյանը ասում էր տրուսիկների մեջ մանեկեք։ Կգնաք կհիշեք։ Չէ, ասուլիսի ժամանակ։ Այդ իրանց մակարդակն է։ Հուշկու հակահարված ընդդիմության կողմից ռեժիմը խոճապի մեջ է։ Լավ էլի 20 տարի ընդդիմություն ենք եղել, գիտենք թե ընդդիմության սխալների ցիկլը, որով հիմա իրանք անցնում են, թե որ ինչ պետք է անեն։